Վերջին օրերին տեսնում եք Ադրբեջանը մեդիա տերոր է իրականացնում, իբր հայկական կողմը կրակ է բացել իրենց ուղղությամբ, բայց դրան զուգահեռ տեսնում ենք Գորիսից մեր հայրենակիցները, որոնք արձագանքում են, ահազանգում են եւ ոչ միայն, որ կրակոցներ են, տեսանյութերն էլ կան, Պաշտպանության նախարարը ազգային ժողովում ասում է դրանք մեր դիրքերի ուղղությամբ չեն, խնդրեմ այս կրակոցների եւ այս ամենի հետ կապված դեր կարծիքը։ Տեսեք, Ալիևը երկու ծրագիր ունի այս պայդրությամբ, առաջինը Նիկոլի միջոցով երկրի ներսում հնարավորինս իր ուզած քայլերը անել, որ պահին, որ արդեն չստացվի, այսինքն ներսից իր ուզածին հասնել, սրանց վախեցնելով, ճնշելով, որ հասկանա, որ այլևս Նիկոլի ուժը այստեղ թուլանում է, նա փորձի դրսից օգնել Նիկոլին, այս վախեցնելը, այս ամեն ինչը, այնա, որ հայ ժողովրդին փորձի վախի տակ պահել, իրանց այս կապիկությամբ, փորձի Նիկոլ Փաշինյանին դրանով աջակցել, հովանավորել, ուժ տալ եւ հետեւաբար ուզում եմ ասել, որ այո, Ալիևը ավելի վտանգավոր է մեզ համար այնքան ժամանակ, քանի Փաշինյանն է մեր ղեկավարը, որովհետեւ Փաշինյանի ատամները, այսպես ասած, հաշվել է եւ լավ գիտի նա ով է, նա ինչ դիմադրություն կարա իրանց ցույց տա, նա ինչ կարա բանակցի, նրա կողքը որ երկրները կկանգնեն, եթե նա հարձակվի, ու այս գործընթացների ժամանակ նաեւ Ալիևը այսպիսի ճնշումներով Նիկոլի եւ իր թիմի իսկ ձեռքերով փաստեր է հավաքում մեր դեմ, ժողովուրդ ջան, փաստեր է հավաքում նաեւ մեր գերիներին Արցախում կտանկների ենթարկելով ցուցմունքներ է կորզում, ի օգուտ իրենց, վաղվա իր նոր ագրեսիան սկսելուց, այս գերիների ցուցմունքներն էլ է դնելու մեծ պետությունների առաջ, Նիկոլի այս 17 կետերը, որ ընդունել է, որ Հայաստանը ֆաշիստական երկիր է, իրանց կրթության նախարարի վիդեոն էլ են ցույց տալու, ասել են, տեսեք, անգամ իրանց ղեկավարությունը ընդունել, որ հայերը ֆաշիստ են, որ հայերը 30 տարի զինվել են, որպեսզի Ադրբեջանի վրա հարձակվեն, Նիկոլը 17 կետերը ընդունելով Ալիևի այդ թեզերը լեգիտիմացնում է։ Հիմա Ալիևը կստանա այդ բոլոր հիմքերն ու փաստերը, ժողովուրդ ջան, որից հետո Ալիևը կհարձակվի, երբ որ հանկարծ մեծ պետությունները կլինի արևմուտքից, թե Ռուսաստանից, թե Իրանի տարբեր տեղերից հանկարծ փորձեն ճնշեն, ինքը կփորձի դրանցով արտարանալ։ Ու այդ արտարանալու ընթացքում շատ կարճ ժամանակում կփորձի իր մարտական խնդիրը կյանքի կոչի ու նա կպահանջի, ասի, որ անկախ Հայաստան պետք է չլինի, որովհետև ես ձեզ փաստերով ապացուցում եմ, որ իրանք զինվում են, որպեսզի հարձակվեն մեր երկրի վրա, որպեսզի վաղը էլի ոնց են 30 տարի եկել էին Արցախում տերորիստական գործողություններ էին անում, էս էին անում, հիմա նույն ձևի, այստեղ էլ մի երկու հատ կապիկություն են արել, զենք են բերում, բան, սրանց կցիտի, թե Ֆրանսիայից են զենք բերել, այստեղից, այնտեղից, էլի զինվում են, այս թեզերով Նիկոլի տված համաձայնություններով մարդը իր հերթական հարձակումը կլեգիտիմացնի, մեկ էլ է շաբաթը ամեն օրվա մեջ որ հայտարարություն անում, թե բա մեր վրա կրակել են, սուտ հայտարարություն անում, սրանք էլ են վախկոտների պես դողացնելով, մենք հերկում ենք, մենք չենք կրակե, մենք չենք կրակե, ու նաև մեր վրա կրակածներն էլ վախից չեն հայտարարում, չեն ասում, որ մենք չենք կրակե, բայց Ալիևը առավոտից իրիկուն կրակում է, այս վախկոտությամբ իրանք լեգիտիմացնում են Ալիևի հերթական ագրեսիան, թույլ են տալիս, իրանք որ այսօր ասում են, դե որ ձեն հանենք կհարձակվի, ոչ, որ ձեն չհանեք, ավելի շուտ կհարձակվի, ժողովրդին խաբում, ասում եք, եկեք կծկենք, եկեք կզենք, եկեք ավելի նվաստանանք, եկեք ավելի չոքենք Ալիևի առաջ, որ մեր վրա չհարձակվի։ Այս ձևով, հարգելի քաղաքացիներ, դուք մի հատ մտածեք, վերլուծեք, ինչքան կզեք Ալիևի ոտների առաջ, որ Ալիևը ձեր վրա չհարձակվի։ Ալիևին կանգնեցնելու միակ տարբերակը փոխել պարտվածին Ալիևի դեմ կզածին, բերել արժանապատիվ լուրջ կայուն առաջնորդ եւ նրա միջոցով զսպել։ Նույն մեր ռազմագերիներին էլ Արցախից հանելու միակ ռեալ ճանապարհը ես դա եմ տեսնում, երբ որ մենք ճնշենք դիվանագիտական ոլորտում, շեշտը դնենք նոյեմբերի 9-ի կետի վրա, Ռուսաստանի ուժերին ուղենք Ադրբեջանի դեմ, ասենք, տեսեք, ձեր իսկ ստորագրածը, ձեր նախագահի Պուտինի ստորագրած Ալիևը հետով է դարել, որ այսօր չի կատարում։ Այս դիվանագիտական աշխատանքը տանենք ռուսների հետ, ռուսներին թեքենք անենք Ադրբեջանի դեմ,
ապացույցներով, փաստերով, ոչ թե վժվժալով, բամբասանքներով։ Էսի դիվանագիտական աշխատանք կլինի։ Այդ ժամանակ ռուսները կճնշեն ու կկարան ճնշեն, եթե դու փաստերով հիմնավորված դնես, արդեն Ռուսաստանը չի կարա։ Իսկ հիմա որ ասում են, բա հիմա ինչի չեն անում, հիմա ով անի։ Հիմա ով անի, եթե այս մարդիկ իրաց ձեռները ամբողջությամբ լվացրել են Ռուսաստանից, գնացել են ռուսների թշնամիների հետ են համագործակցում։ Դրա համար չեն կարող անել նույն ռազմագերիների, հարազատներին, ծնողներին։ Ես իմ տարբերակը էսա։ Ես ռեալ ճանապարհ եմ տեսնում այդ մարդկանց այնտեղից դուրս բերելու, երբ որ մենք ճնշենք, այս պարագայում աշխարհում ինձ թվում է այդպես մարդ չկա, որ այսօրվա հղպածած Ալիևին կարանա ստիպի մեր ռազմագերիներին բաց թողել։ Մենք կարանք միայն Ալիևին խեղճացնելուց հետո գնանք ինչ-որ փոխանակումների, գերիներ փոխանակենք, այդ փոխանակումների արդյունքում մեր գերիներին հետ բերենք, բայց դրան պետք է հասնենք ուժով, հասկացեք, ոչ թե վզներս ծռած, ինչ-որ միտինգները, ինչ-որ ասենց ապահովում ենք հանրության, այդ չգիտեմ, բայց դա մեծ հաշվով ռեալ գործընթաց ես չեմ համարում, ես ռեալ գործընթաց եմ համարում Ալիևին ճնշել։ Կներեք, ես էլ ավելացնեմ, եթե հարցնեն, ասեն, բա մենք կարանք Ալիևին ճնշենք, հիմա այս վիճակում սենց ընենց, լիքը մարդ ու կամ իրանք ասում են, այդ ում երեխեքի արյունի հաշվին եք ճնշում եւ այլն, ես ձեզ ասեմ, ժողովուրդ ջան, այն արժանապատիվ տեսակը, ով չի ուզում Ալիևի առաջ կզելով ապրել, այդ բոլոր մարդիկ պատրաստ են արուն էլ տալ, կյանք էլ տալ, ամեն ինչ էլ տալ, քան ստրուկի անինքնասերի փալասի պես ապրել։ Ու նամանավանդ էլի եմ ասում, ամենամեծ շեշտը դրվելու է դիվանագիտության վրա, ու այդ պայքարների արդյունքում, երբ որ դու ունես ուժեղ առաջնորդ, քո զինվորն էլ է ուժեղ, քո զինվորն էլ կարող է ավելի ուժեղ գործողություն անի, քո զինվորն էլ ավելի մարտունակ է դառնում, հասկանում եք, եւ էսա ճնշումը լինելու առանց կռիվի էլ մենք կարանք հոգեբանորեն թեկուզ մի քանի կրակոցով իրանց վրա մենք իրանց ճնշենք։ Հիմա ո՞նց են իրանք մեր հանդեպ անում, իրանք զոհ չեն տալիս, իրանք ոչ մի բան չեն անում, բայց հոգեբանորեն փորձում են մեզ ճնշել։ Նույն իրավիճակը, երբ որ ղեկավարը փոխվի, մենք կարանք անենք, չգիտեմ, մեծ կորուստների։ Սա է կոչվում խելքի աշխատանք, դիվանագիտության աշխատանք, որը այսօրվա այս կապիկները, իրանց արտգործնախարարը, իրանց վարչապետը, հարբեցողների այս խունտան, հաստատ ձեզ վստահեցնում եմ, մի վիճակի չի անելու, այսքան զինվորի էլ սպանեցին, տեսակ, իրանք որևիցե օգուտ չբերեցին այս երկրին, սա շարունակում են զիջել, ու այսպես զիջելով, վաղը կասեն եկեք ազգի 50%-ին զիջենք, որ այն 50%-ին պահենք, այսինքն երեխեքի երկուսին տուր, այն երկուսին պահի, դուք դրան կհամաձայնվեք, իրանք դրան են տանում, ասում են բերեք ես էլ զիջենք, հետևաբար կոչ եմ անում համախմբվելու, միավորվելու, միասնական ճակատով պայքարելու։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես։